Եվրամիությունը Հայաստանի իշխանությունից պահանջել է կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում եւ թույլատնել Մոսկվայի հետ հումանիտար կապերը, դրա դիմաց շահարկելով վիզաների ազատականացման հեռանկարները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Ըստ ռուսական կողմի Բրյուսելում գիտակցում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում անխուսափելիորեն խորը տնտեսական ճգնաժամ է սկսվելու։ Միևնույն ժամանակ Եվրամիության սեփական տնտեսական խնդիրները թույլ չեն տա Բրյուսելին փոխհատուցել Երևանին այդ քայլի պատճառով առաջացած միլիարդավոր դոլարների կորուստները, առավել ևս, որ եվրոպական շատ երկրներ արդեն հայտարարել են, թե պատրաստ չեն բացել իրենց շուկաները հայկական ապրանքների համար։ Ռուսաստանի հետախուզական գերատեսչությունը շեշտել է, որ կոնկրետ աջակցության տրամադրման հնարավոր ուշացումները Եվրոպա մտադիր է պատճառաբանել նրանով, թե միությանը անդամակցումը լիովին կախված է հենց Հայաստանի ձեռքբերումներից։ Արտաքին հետախուզության ծառայությունը նաև նշել է, որ Բրյուսելը չպետք է հույս ունենա, թե ԵԱՏՄ երկրները ջրի երեսին կպահեն երևանյան քաղաքական անձնակազմին եւ կհովանավորեն նրանց մարաթոնյան լողը դեպի Եվրամիություն։ Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հանրաքվեի կոնկրետ ժամկետներ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազանգի ընթացքում չի նշել, հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա, Փաշինյանը ժամկետներ չի նշել, բայց ընդգծել է նման հանրաքվեի շուտապույտ անցկացման անհրաժեշտությունը, ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացման կոնկրետ ժամկետների մասին հարցին։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից երեկ հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հնարավոր է համարել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը միայն Եվրամիությանը պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո։ Ռուսաստանի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիևը հեռախոսով են խոսել։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր։ Պուտինը ու Ալիևը շեշտել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը ու կառավարությունների եւ համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը։ Կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցությունը հետագայում ընդլայնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Նախորդին հայկական կողմի նախաձեռնությամբ Պուտինը հեռախոսով խոսել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստանի էլեկտրական ցանցերի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակաշահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագծի հանրային լսումն է այսօր տեղի ունեցել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում։ Քննարկմանը մասնակցել են ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Նախարար Խուդատյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը, ընդգծելով, որ դրա հիմքում դրվել էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչության անխափան էներգիա մատակարարելու, սոցիալական ու ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության եւ սպառողների իրավունքների պաշտպանության կարեւորությունը։ Նախարարությունից հայտնել են, որ հանրային լսման ընթացքում մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չեն ներկայացվել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաշվի առնելով հանրության կողմից առաքման ծառայություններից օգտվելու մեծ հաճախականությունը եւ ստացվող բողոքների մտահոգիչ քանակը լայնածավալ վերահսկողություն կսկսի այս դաշտում։ Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն ամբողջ ծավալով կիրացնի իրեն վերապահված վերահսկողական գործառույթը, հայտնել են գերատեսչությունից։ Տեսչական մարմինը հիշեցնում է, որ սննդի շղթայի ցանկացած փուլում ներգրաված անձնակազմը պետք է անցնի նախնական եւ յուրաքանչյուր կիսամյակը մեկ պարբերական բժշկական զննություն ու ունենա անձնական սանիտարական գրքույկ։ Գերատեսչությունը հայտնել է, որ խախտումներ արձանագրելու դեպքում ոչ միայն կտուգանվեն առաքիչները, այլ նաև կհրապարակեն ընկերությունների անունները։ Մելիք գյուղում մորը դաժանաբար սպանելու համար մեղադրվող 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մերձավոր ազգականի մասնակցությամբ սպանություն կատարելու հատկանիշներով։ Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է։ Քրիստոնեական տաճար է վնասվել Լիբանանի հարավում իսրայելական հրետակոծության հետևանքով։ Ըստ որոշ լրատվամիջոցների Իսրայելի պաշտպանության բանակի հարվածը ավերել է նաև նույն վայրում գտնվող մզկիթ։ Ավելի վաղ հուլիսի 15-ին ձեռք բերված հրադադարի ֆոնին իսրայելական հրետանին հրթիռակոծել էր Տալուս եւ Մարկաբա բնակավայրերը։
Ռուսական զինուժը ռեակտիվ ԱԹՍ-ներով հարվածել է Նիկոլաևի նավահանգստում գտնվող 2 բեռնատար նավի։ Բացի այդ հարվածներ են հասցվել Կիևի մարզում գտնվող ռազմական պոլիգոնին։ Նախնական տվյալով հարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, 100-ը վիրավորվել։ Թեհրանն ըստ էության արդեն համաձայնել է չունենալ միջուկային զենք եւ այդ համաձայնությունը պարզապես պետք է պաշտոնապես ձևակերպել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, մենք ենք վերահսկում։ Նրանք կարող են մի քանի ական տեղադրել եւ բարդացնել իրավիճակը, բայց մենք ենք վերահսկում այն, ասել է նա։ ԱՄՆ նախագահը սպառնացել է, որ եթե Իրանը գործարքի չգնա, ինքը կարող է շատ հեշտությամբ 2 ժամից էլ քիչ ժամանակում ոչնչացնել երկրի հիմնական կամուրջները, իսկ մեկ օրում շարքից հանել բոլոր էլեկտրակայանները շուրջ 91 միլիոն մարդու թողնելով առանց էլեկտրականության, սակայն կնախընտրեր խուսափել նման սցենարից։ Եթե ես չսպանեի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, գուցե նա հասներ միջուկային զենքի, խոստովանել է Թրամփը։ Նա նաև շեշտել է, որ Վաշինգտոնը առանց Իսրայելի էլ գիտի Իրանի միջուկային մշակումների մասին, ուստի Նեթանյահուն կարիք չունի դա հայտարարելու։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով, եթե ինքը չլիներ ԱՄՆ նախագահը, Իսրայելը այսօր գոյություն չէր ունենա։ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի հետ դիվանագիտական հակամարտության պատճառով ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով նիստը։ Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ անցած ուրբաթ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան երկարաձգել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկի մանդատը։ Սակայն ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ եւս մի քանի երկրներ դեմ էին քվեարկել։ Ժնևում Ֆրանսիայի առաքելությունը կտրուկ արձագանքել էր այս ամենին, հայտարարելով, որ ԱՄՆ-ն այլևս մարդու իրավունքների փարոս չէ եւ կանգնած է Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալի եւ Ռուսաստանի հետ նույն շարքում։ Ամերիկյան ներկայացուցիչ Դեն Նեգրեան այսօր դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի լսի քաղաքականացված դատարկախոսությունը եւ չի հետևի Ֆրանսիայի կեղծավոր կեցվածքին։ Չիլիում առատ անձրևների եւ ուժեղ քամիների հետևանքով առնվազն 3 տորնադո է գրանցվել։ Աղետը վնասել է տասնյակ տներ, ցանքատարածություններ, էլեկտրագծեր եւ փակել ճանապարհներ։ Տուժել է 107 մարդ, կա 1 վիրավոր։ 41 բնակիչ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ։ Զոհերի մասին տեղեկություն դեռևս չկա։ Ճապոնիայի հարավում 7.1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումներից անմիջապես հետո երկրում հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Երկրաշարժից փլուզվել է Կումամոտոյի միջնադարյան ամրոցի պատը։ Իշխանությունները հորդորել են ափամերձ շրջանների բնակիչներին պահպանել զգոնություն։